Բարերեկո եթերում է հորիզոնի գլխավոր թողարկումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչին։ Վարչապետը կարևորել է Հայաստանի և Լիտվայի ներքին գործերի նախարարությունների միջև սերտ համագործակցությունն ու հետևողական աշխատանքները բոլոր ուղղություններով։ Վլադիսլավ Կոնդրատովիչն անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքներին և համատեղ ծրագրերին, որոնք միտված են կարողությունների ուժեղացմանը։ Ընդգծվել է փորձի փոխանակման կարևորությունը ներքին գործերի նախարարության բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու նպատակով։ Հանդիպմանը քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական միության համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանն ապրիլի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների զարգացմանը վերաբերող հարցեր։ Բացի այդ, համաձայնեցվել է նաև մոտ ապագայում Հայաստանի ու Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հանդիպման հարցը։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկիին։ Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման առնչվող հարցեր։ Ռուբեն Ռուբինյանը խոսել է Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացի կարևորության մասին։ Կողմերն ընդգծել են տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ 3 ժամը 22:20-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածաղ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը։ Տուժածներ չկան։ Ադրբեջանական կողմին կոչ են կանում հետաքննել Խնածաղի մշակույթի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել, ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Անտալիայում Հայաստանի արտաքին գործերի նախարարը հարցազրույց է տվել Civilnet-ին և Թուրքիայում գործող լրատվամիջոցներին։ Արարատ Միրզոյանը խոսել է նաև Ադրբեջանի հետ շփումների մասին։ Ապրիլի 11-ից 13-ը Անտալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Civilnet-ին։ Լրագրողը նշել է, սա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումն էր խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո, եւ Արարատ Միրզոյանից հետաքրքրվել, արդյոք քննարկվել է պայմանագրի ստորագրման հարցը։ Իսկապես սա առաջին հանդիպումն էր մեր հայտարարությունից հետո, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է։ Հասկանալիորեն մենք քննարկել ենք այդ հարցը։ Մեծ հաշվով երկու երկրների դիրքորոշումները հանրային են, այստեղ գաղտնիք եւ նորություն չկա։ Միրզոյանի փոխանցմամբ Հայաստանի մոտեցումն այն է, որ չկա եւ չի կարող լինել այնպիսի պայմանագիր, որը կհասցեագրի բոլոր հնարավոր հարցերը։ Նա ասել է, որ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագրի ստորագրումը, վավերացումն ու ուժի մեջ մտնելը հարաբերությունների ընդհանուր կարգավորման ու կառուցման միայն սկիզբն է լինելու։ Մանավանդ, որ այդ պայմանագրում մենք ունենք կետ, համաձայն որի պետք է ստեղծվի երկկողմ հանձնաժողով պայմանագրի իրականացումը մշտադիտարկելու, խնդիրները մեկնաբանելու, լուծումներ գտնելու համար։ Իսկ խնդիրներ վստահաբար կծագեն, որոշակի շրջան կպահանջվի համատեղ աշխատելու, որպեսզի բոլոր լուծումները գտնվեն։ Ուստի մեր մոտեցումը սա է՝ անմիջապես ձեռնամուխ լինել ստորագրմանն ու վավերացմանը եւ հետո ընթացքում փորձել լուծել մնացած հարցերը։ Միրզոյանը խոսել է Ադրբեջանի երկու նախապայմաններից, այն է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում եւ Հայաստանի սահմանադրության փոփոխություն։ Միրզոյանի փոխանցմամբ Մինսկի խմբի լուծարման հետ կապված Հայաստանը կարծում է, որ այն պահին, երբ հակամարտությունը դադարի գոյություն ունենալ նաեւ փաստաթղթով, իսկ դա կարող է լինել պայմանագրի ստորագրմամբ, ապա այդ պահից սկսած կոնֆլիկտի համար ստեղծված Մինսկի խումբն այլևս կարիք չի ունենա շարունակել իր գոյությունը։ Մենք պատրաստ ենք միաժամանակ այդ երկու գործողությունն իրականացնել, այն է ստորագրել պայմանագիրն ու միասին հանդես գալ նախաձեռնությամբ դադարեցնելու Մինսկի խմբի գործունեությունը, դիմելով ԵԱՀԿ մյուս գործընկերներին, քարտուղարությանը եւ անդամ երկրներին։ Սահմանադրության հարցով եւս Հայաստանն իր դիրքորոշումը բազմիցս նշել է արտգործնախարարի խոսքով, նախ մենք համոզված ենք, որ մեր սահմանադրության մեջ չկա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ, ավելին խնդիր կա Ադրբեջանի սահմանադրության մեջ։ Այն է հղում իրենց անկախության ակտին, որը պարունակում է տարածքային հավակնություն Հայաստանի նկատմամբ։ Բացի այդ, պետք է նշել, որ հարցը լուծվում է բուն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Պայմանագրով ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններով, որոնք գոյություն են ունեցել խորհրդային միության փլուզման պահին։ Վավերացման գործընթացում Հայաստանը դիմելու է իր սահմանադրական դատարանին եւ եթե վերջինս գտնի, որ այդ պայմանագիրը համապատասխանում է սահմանադրությանը, կստացվի, որ հարցը լուծված է, համոզմունք է հայտնել Արարատ Միրզոյանը։
Եթե տեսականորեն սահմանադրական դատարանը այլ բան գտնի, դա կլինի այլ իրավիճակ, կնստենք, կհասկանանք ինչպես շարունակել։ Իհարկե ես չեմ կարող որոշել սահմանադրական դատարանի փոխարեն, բայց ես կարող եմ ենթադրել, որ սահմանադրական դատարանի որոշումը կլինի դրական, ելնելով նրա այն որոշումից, որը կայացվեց նախորդ տարվա սեպտեմբերին համանման փաստաթղթի քննարկման ժամանակ։ Ասել, որ ստացվել է առաջընթաց գրանցել, այս հարցում համոզել միմյանց փոխել դիրքորոշումներ կլինի մեծ չափազանցություն, նշել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, ում կարծիքով խոսակցությունը պետք է շարունակել։ Բանակցությունները պետք է շարունակվեն այնքան, մինչև դրական լուծումներ գտնվեն։ Բանակցությունների դադարումը չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ ընդհանուր կարգավորման գործընթացի, ել չասած Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վրա։ Հարցին արդյոք կա քիչ թե շատ հստակ պատկերացում, թե երբ կարող է ստորագրվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագիրը։ Միրզոյանը պատասխանել է, որ Հայաստանը պատրաստ է դա անել ամենամոտ ապագայում, մինչդեռ այդպիսի պատրաստակամություն Ադրբեջանից չի հնչում։ Արվելու է ամեն բան, որ գործընթացը փակուղի չգնա, փակուղի մենք չենք ուզում, եւ այս ամբողջ գործընթացում մեր ցուցաբերած կառուցողական մոտեցումը հենց դրա մասին է վկայում։ Դա կիրառելի է թե խաղաղության պայմանագրի համատեքստում, թե մնացած հարցերում։ Տեղյակ եք, որ մենք տարբեր առաջարկներ ենք արել ադրբեջանական կողմին, նաեւ ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ։ Այդ հարցում եւս փորձել ենք որոշակիորեն հասցեագրել իրենց մտահոգությունները։ Մեր համոզմամբ հիմա մենք արել ենք մի առաջարկ, որը լիովին համապատասխանում է եւ մեր պատկերացումներին եւ փառատում է իրենց մտահոգությունները։ Արադ Միրզոյանն ասել է, որ նույնը կարող ենք ասել սպառազինությունների վերաբերյալ, մասնավորապես Հայաստանն առաջարկել է սպառազինությունների վերահսկման եւ վերիֆիկացիայի համատեղ մեխանիզմ, առաջարկել նաեւ ստեղծել սահմանային միջադեպերի հետաքննության համատեղ մեխանիզմ, եւ Հայաստանը պետք է շարունակի իր կառուցողական ներգրավվածությունը։ Լրագրողը հետաքրքրվել է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ ունեցած հանդիպումից։ Արդյոք պետք է ակնկալել հայ-թուրքական գործընթացում տեղաշարժ։ Կարող եմ ասել, որ իրականում այստեղ ավելի լայն ըմբռնում կա։ Ես ներկայացնեմ իրականությունը, դատողություն ինքներդ արեք, առաջընթաց կա թե չկա։ Մենք ունենք որոշ համաձայնություններ, որոնք արդեն իսկ իրականացվել են, կան համաձայնություններ, որ դեռ չեն իրականացվել։ Որպես օրինակ Միրզոյանը նշել է, որ օդային տարածքի օգտագործման հարցը գոնե այս պահին ըստ էության համարվել է լուծված, համատեղ դիտարկվել է Մարգարա-Ալիջան սահմանային ենթակառուցվածքների վիճակը։ Հայկական կողմը նաև աշխատանքներ է իրականացրել այնտեղ ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ։ Մենք համատեղ աշխատանքներ ենք տարել, ուսումնասիրություններ ենք իրականացրել Գյումրի-Կարս երկաթուղային անցման այլ ենթակառուցվածքների վիճակի եւ գնահատման առումով։ Մենք որոշում ունենք եւ ընդամենը օրեր առաջ տարբեր գերատեսչություններից մասնագետներ են հանդիպել Անիի պատմական կամրջի վերականգնման աշխատանքների շրջանակում եւ այլն։ Միրզոյանն ասել է, որ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը Հայաստան-Թուրքիա, եթե ոչ երկկողմ օրակարգի, ապա խոսակցության շփումների մաս է։ Կարծում ենք, որ առաջընթացը Հայաստան-Թուրքիա ուղղությամբ իր դրական ազդեցությունը կունենա Հայաստան-Ադրբեջան կարգավորման վրա։ Ինչևէ, խնդիրը կա, ընկալումների որոշակի տարբերություն կա, բայց տեսնում ենք պատրաստակամություն օգտակար բարենպաստ ազդեցություն ունենալու։ Անտալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արադ Միրզոյանը հարցազրույց է տվել նաև Թուրքիայում գործող լրատվամիջոցներին։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Ֆրանսիայի արտգործնախարարն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայկական տարածքի ուղղությամբ արձակած կրակոցներին։ Ժան-Նոել Բարոն իր մտահոգությունն է հայտնել սահմանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, եւ ինչ է ասել Ֆրանսիայի արտգործնախարարը։ Ժան-Նոել Բարոն հայտարարություն է տարածել Լյուքսեմբուրգում, ուր շարունակում է իր աշխատանքը Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարների այդ հավաքը, եւ նրա հնչեցրած մեղադրանքները շատ հասցեական էին, մեջբերեմ նրա խոսքերը, ինչ վերաբերում է Ադրբեջանի, ես մտահոգված եմ սահմանում լարվածության աճին, եւ հայտարարել է, որ այս կապակցությամբ անհրաժեշտ է հասնել դրան, որպեսզի եվրոպացի դիտորդների առաքելությունը ընդլայնվի եւ դիտորդները կարողանան լծակներ ունենան զսպելու այդ լարվածությունը։ Եվ նաև հստակ պահանջ է ներկայացրել Ադրբեջանին անհապաղ ստորագրել խաղաղ համաձայնագիրը եւ ազատ արձակել բոլոր գերիներին։
Բաքվում իհարկե շատերի դուրը չի եկել այս հայտարարությունը եւ Բաքվի անունից լիազորված է եղել պատասխանելու արտգործնախարարության մամլոխոսնակ Այհան Հաջիզադեն, ով Ֆրանսիային է մեղադրանքներ ներկայացրել, թե Ֆրանսիան զինում է Հայաստանին, թե հակաադրբեջանական քայլեր է իրեն թույլ տալիս եւ հետաքրքիր հանգամանք խաղաղ համաձայնագրի տեքստի վերջնական համաձայնեցումը Այհան Հաջիզադեն անվանել է ընդամենը մեջբերում եմ խաղաղ համաձայնագրի տեքստի վրա աշխատանքում արձանագրված պրոգրես ընդամենը, կարծում եմ դա տարբեր բաներ են։ Եվ ինչն էր իսկապես նորություն, որ նոր նախապայման է Բաքուն առաջ քաշում համաձայնագրի ստորագրման հետ կապված։ Թվարկելով մինչ այդ մեզ հայտնի նախապայմանները, Այհան Հաջիզադեն նաև հայտարարել է, որ որպես պայման Ադրբեջանը դիտում է այն, որ երրորդ երկրները, այդ թվում նաև Ֆրանսիան, պետք է դադարեցնեն իրենց դեստրուկտիվ միջամտությունը։ Թե ինչ են պատկերացնում դեստրուկտիվ միջամտություն ասելով դա իրենց գործն է, համենայն դեպս մինչ այժմ հնչեցված նախապայմաններում այսպիսի կետ կարծեմ չի եղել երբեք։ Վերջին շաբաթներին Բաքվի եւ Փարիզի միջև հարաբերությունները կարծես թե ել ավելի են լարվել, ինչն է պատճառը։ Այո, դե լարվել էին դեռ այն բանից հետո, երբ Ադրբեջանը սկսել էր հակաֆրանսիական բացահայտ սադրիչ քայլերը, երբ այսպես բաց աջակցություն էր ցուցաբերում Ֆրանսիայի կազմի մեջ մտնող տարածքների անջատողական շարժումներին, հա, եւ Գվիանայում, եւ Մարտինիկայում, եւ Կորսիկայում, եւ Նոր Կալեդոնիայում ֆինանսավորում էր, նպաստում էր, աջակցում էր անջատողական շարժումներին, որպեսզի նոր խնդիրներ ստեղծի Ֆրանսիայի համար։ Այսպես ամենաբացահայտ միջամտությունը Նոր Կալեդոնիայի դեպքում էր, երբ արհեստականորեն հրահարված բախումների արդյունքում 5 զոհեր եւ մի քանի տասնյակ վիրավորեր արձանագրված։ Վերջին շաբաթների ընթացքում նոր սադրիչ քայլեր Բաքուն իրեն թույլ տվեց։ Մասնավորապես Նոր Կալեդոնիայի մայրաքաղաքում հակաֆրանսիական ցույցում կրկին ադրբեջանական դրոշներ բարձրացան եւ կրկին այդպես կոչված Բաքվի նախաձեռնող խումբ կոչվող այդ միավորը, որը բացահայտորեն ֆինանսավորվում եւ ղեկավարվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից, առաջարկեց Փարիզին իր միջնորդի առաքելությունը Նոր Կալեդոնիայի հետ բանակցություններում այդ շրջանի Ֆրանսիայից առանձնացման պայմանների վերաբերյալ։ Դե այսպեսի բացահայտ սադրանքին Փարիզը չէր կարող չպատասխանել։ Բացի այդ Ադրբեջանի մեջլիսի падգամավորները հայտարարեցին, որ այսուհետ եւս աջակցելու են Կորսիկայի այն ուժերին, որոնք ձգտում են ինքնորոշման եւ Ֆրանսիայից անջատմանը։ Դրա հետևանքը եղավ այն, որ ապրիլի 10-ին Ֆրանսիայի ազգային ժողովում ընդունվեց բանաձև, որը դատապարտեց Ադրբեջանի միջամտության փորձերը եւ այդ խորհրդարանական նիստում Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտարարեց, որ կարող են ապացուցված համարել այն, որ Ադրբեջանն է օգտագործում իր ունեցած լծակները ֆրանսիական այդ տարածքներում իրավիճակը ապակայունացնելու համար եւ թվարկեց այն գործիքները, որի միջոցով Ադրբեջանը դա անում է։ Դա եւ ուղիղ ֆինանսավորում եւ այսպես թվային գործիքներ, այդ թվում նաեւ կիբերհարձակումներ, տեղեկատվական մանիպուլյացիաներ եւ այլն։ Արդյոք իսկ ինչով կարող է Բաքվին պատասխանել Փարիզը։ Մի քանի օր առաջ Ֆրանսիայի տարածքների հարցերով նախարար Մանուել Վալսը շատ հստակ հայտարարեց, որ շատ շուտով Փարիզը կոշտ քայլեր է ձեռնարկելու ի պատասխան Ադրբեջանի այդ սադրիչ գործողությունների։ Հիշեցնեմ, անցած տարի Ֆրանսիայի Սենատում ստեղծվել էր հատուկ ժամանակավոր հանձնաժողով, որը լիազորված էր հետաքննել Ադրբեջանի միջամտությունը Ֆրանսիայի գործերին, այդ անջատողական շարժումներին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ, եւ արդյունքում տարածվեց 357 էջանոց զեկույց, որում շարադրվում էին բոլոր այն ապացույցները,
թե ինչ է Ադրբեջանը արել այդ դրա համար եւ բոլոր այն առաջարկները, թե ինչ պետք է անի Ֆրանսիայի իշխանությունը Ադրբեջանին հակահարված տալու համար։ Այս փաստաթուղթը ուներ բաց եւ փակ հատված, հավանաբար այդ փակ հատվածը երբեք մեզ հայտնի չի լինի, բայց ոնց հասկանում եմ Ֆրանսիայում հակված են այդ փակ հատվածում շարադրված առաջարկներին ընթացք տալ եւ թե ինչ տեսք կարող են ունենալ այդ քայլերը առայժմ դժվար է ասել, բայց միջուկային գերտերություն Ֆրանսիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ Ֆրանսիան կարծում եմ իր գործիքակազմում կկարողանա գտնել այսպես գործիքներ, որոնց Բաքվին համոզիչ կթվան։ Շնորհակալություն Արծուն։ Գյումրի համայնքի ընտրություններում մեր քաղաքը դաշինքի ցուցակը գլխավորող ազգային ժողովի падգամավոր Մարտուն Գրիգորյանը հավաքանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Այդ մասին հայտնել են կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Հիշեցնենք, որ Գյումրիում ըստ ընտրությունների նախնական արդյունքների առավելագույն ձայներ ստացել է քաղաքացիական պայմանագիրը։ Երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ։ Գյումրու ավականու ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերից երկուսը հայտարարել էին առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր տեխնացու Վարդան Ղուկասյանի սատարելու մասին։ Մարտուն Գրիգորյանը հայտնել էր, որ որոշում է կայացրել անհրաժեշտ քանակությամբ քվե տալ Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի Գյումրու քաղաքապետ։ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է վերանայել կենդանական աշխարհի բնօգտագործման վճարները։ Նախագիծը ներկայացրել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիձյանը։ Փաթեթում երկու կարևոր փոփոխություն կա, մենք կենդանական աշխարհի բնօգտագործման վճարների վերանայում ենք անում, բոլոր կենդանատեսակների դեպքում ուրեմն բնօգտագործման վճարը կրկնապատկում ենք, իսկ սիկ ձկնատեսակի դեպքում եռապատկում ենք եւ նաեւ վճարման կարգի մեջ ենք փոփոխություններ իրականացնում, որ վճարումը կատարվի ըստ պայմանագրի, այլ ոչ թե ըստ օգտագործման չափաքանակի, այսինքն քվոտաները վերցնելուց, ինչքան քվոտահով վերցրես, միանգամից այդ վճարը պետք է կատարի հենց ըստ քվոտայի։ Այսինքն կապ չունի, ինքը այդքան կբռնի, չի բռնի, այսինքն քվոտա վերցրեց, արդեն վճարվում։ Այո, օրինակ հիմա, այսպես ասած, կանանային բորսաշրջանի համար սիգի սահմանել ենք 196 տոննա չափաքանակ, եթե որևէ իրավաբանական անձ X չափի չափաքանակ ուրեմն ակնկալում է ստանում է պայմանագիրը կնքում է, ըստ պայմանագրի արդեն չափով վճարումը իրականացնում է, քանի որ նախկինում ունեցել ենք դեպքեր, երբ քվոտան ըստ էության զբաղացվել է, որսը չի իրականացվել եւ վճարն էլ իհարկե քիչ է կատարվել։ Կոնկրետ կան հաշվարկներ եռապատկելու դեպքում շուկայում 1 կիլոգրամ սիգի արժեքը ինչքան է թանկանալու եւ արդյոք մեր բնակչությունը կարողանում է վճարունակ լինի, որովհետեւ գաղտնիք չեմ բացահայտել, ասեմ, որ այդ սիգ ձկնատեսակից օգտվողները միջին եւ ցածր խավի ֆինանսապես ժողովուրդներ մեր բնակչությունն են։ 1 կիլոգրամ հիմի գործող սակագնի վրա ինչքան կավելանա, կա հաշվարկ կոնկրետ 1 կիլոգրամ սիգ ձկնատեսակի մասով։ Պարոն Ղազարյան, այս հարցը մի քանի անգամ քննարկեցինք, տեղում էր հաշվարկ արեցինք, եթե հաշվենք, որ 3 սիգը 1 կիլո է, միջինացված եմ ասում, եթե մի ձուկն էլ 300-400 գրամանոց վաճառվում է 200-250 դրամ, այսինքն եթե միջինացված 1 կիլոն ունենում ենք 800 դրամի շրջանակում, ուրեմն դրա վրա կավելանա 150 դրամ, այսինքն ծանրաբեռնվածությունը մեծ չի լինելու։ Ես կարող եմ ասել, որ մենք հիմա ուղղակի որևէ բեռ չենք ավելացնում, հակառակը բավականին ցածր է վճարները, բնօգտագործման վճարները, կենդանական աշխարհի օգտագործման, մենք ընդհանրապես փորձում ենք անգամ հետևից հասնել, որովհետև կարծում ենք, որ շատ վաղուց է այս սակագները սահմանվել եւ վերանայման անհրաժեշտություն կա։
Մոսկվայում ավարտվել է Հայաստանի անշարժ գույքի միջազգային երկօրյա ցուցահանդեսը, որն առաջին փորձն էր համակարգված կերպով արտերկրում ներկայացնել Հայաստանում իրականացվող առաջատար շինարարական նախագծերը։ Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել են Երևանում, Ծաղկաձորում, Դիլիջանում եւ Ապարանում կյանքի կոչվող կառուցապատման ծրագրերը։ Նախնական արդյունքներն ամփոփվել են ցուցահանդեսի ավարտին նվիրված գալաընթրիքի շրջանակներում, որին ներկա են եղել Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը, Ռուսաստանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ եւ գործարար աշխարհի ներկայացուցիչներ։ Նախաձեռնության հեղինակ Business Partners of Armenia ընկերության նախագահ Վրույր Փենեսյանը շնորհակալություն է հայտնել հայ կառուցապատողներին ակտիվ մասնակցության համար եւ հայտարարել, որ ծրագիրը ցույց է տվել իր արդյունավետությունը եւ միանշանակ այն շարունակական կլինի։ Նա շնորհակալագրեր է հանձնել աչքի ընկած ճարտարապետական նախագծերին։ Պարգևի է արժանացել նաեւ Շանտ Ռեզիդենս բնակելի համալիրը, որի տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել մոսկվայաբնակ մեր հայրենակիցների շրջանում։ Ավարտվեց հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադարից հետո դուք կարող եք դիտել հեռանկարից, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մաղթելով խաղաղ եւ բարի գիշեր։ Դուք դիտում եք հեռանկարը։ Հայաստանն ու Իրանն այս ամիս երկօրյա համատեղ զորավարժություններ անցկացրին հայ-իրանական սահմանին։ Ինչ նշանակություն եւ ուղերձներ ունեն այս զորավարժությունները, այս եւ այլ թեմաների շուրջ զրուցելու ենք իրանագետ Նվեր Դավթյանի հետ, պարոն Դավթյան, նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ։ Նախ այս զորավարժությունների անցկացման ժամանակահատվածին անդրադառնանք։ Պատահական էին ընտրված այս շրջանն, այս ժամանակները։ Անկեղծ լինելու համար պետք է ասել, որ նման կամ ցանկացած առհասարակ զորավարժության կազմակերպման համար որոշակի տեխնիկական հարցեր կարգավորելու համար անհրաժեշտ է ժամանակ։ Բացի դրանից դրան նախորդում է նաև քաղաքական, իրավաքաղաքական հիմքերի ապահովում։ Ես չեմ կարող ասել, երբանից է դրա անվտանգային նշանակության պայմանավորված քաղաքական քայլեր է ձեռնարկվել, մեկնարկի երբ է եղել, բայց պետք է խոստովանենք, որ իրականացվող ցանկացած զորավարժության նախորդում է որոշակի ժամանակահատվածում տեխնիկական եւ իրավաքաղաքական որոշակի process։ Գուցե որոշակի այս տեխնիկական հանգամանքով պայմանավորված համընկավ այս ժամանակահատվածի հետ, բայց միևնույն ժամանակ այս պահին իրականացվող նման զորավարժությունը ունի նաև իր քաղաքական ուղերձը մի քանի տեսանկյունից, հայ-իրանական հարաբերությունների տեսանկյունից, որը հերթական ցուցիչներից է, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են այնպիսի մակարդակում, որ կարող ենք թույլ տալ եւ ունենալ մեր հարևանի հետ նման նաև անվտանգային ոլորտում համագործակցության հնարավորություն եւ իրականացնել դա։ Ինչի մասին իրանական կողմի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բազմիցս դրա պատրաստականության մասին հայտարարություններ եղել են։ Հայկական կողմը այս իմաստով հայտարարությունների տեսանկյունից ավելի համեստ է, նույնիսկ զորավարժությունների մանրամասների տեսանկյունից շատ տվյալներ հայկական կողմից չներկայացվեցին, չլուսաբանվեցին, ավելի շատ ես ծանոթացել եմ իրանական աղբյուրներից, զորավարժությունները, ինչպես գիտենք, եւ Իրանի տարածքում են եղել եւ Հայաստանի Հանրապետության տարածքում, բայց գլխավոր նպատակը դրա իրականացման եղել է հայ-իրանական սահմանային անցակետի վրա հնարավոր ահաբեկչական հարձակում կանխելու նմանատիպ ահաբեկչական գործողություններից հայ-իրանական սահմանը նաեւ անվտանգ պահելու համար։ Մեկը սա, մյուսը դրա քաղաքական ուղերձը տարածաշրջանային տեսանկյունից, ինչպես գիտենք, Ադրբեջանի քաղաքական հայտարարությունները Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ եւ այլն, այս երկուսի համատեքստում մենք պետք է գնահատենք, որ այս զորավարժությունը ուղերձ էր նաև ցույց տալու, որ երկու երկրներ պատրաստ են իրենց ընդհանուր սահմանը պաշտպանելու։
պահպանելու նրա անվտանգությունը։ Միաժամանակ նաև Սյունիքի։ Ես լավատեսորեն եմ տրամադրված եւ կարծում եմ հետագայում հնարավոր իրավաքաղաքական եւ տեխնիկական համապատասխան պատրաստություններից հետո կկարողանանք նաև ավելի ընդգրկուն նմանատիպ զորավարժություններ ունենալ, ներգրավելով նաև այլ զորատեսակներ, ընդլայնելով նաև զորավարժությունների անցկացման աշխարհագրությունը։ Պարոն Դավթյան, իսկ դուք ասացիք, որ ըստ էության ձեր գնահատմամբ հայկական կողմը ավելի համեստ էր, այսպես արձագանքման, տարածման, լուսաբանման առումով այս զորավար։ Ինչն էր զսպում հայկական կողմին, ինչու համար է այսքան զգուշավոր։ Առհասարակ նման զորավարժությունների անցկացման համար կարևոր չի հայտարարությունները, կարևորը մեզ համար գործն է, այսինքն դրա իրականացումը, հայտարարությունները, դրա լուսաբանումը, կան զորավարժություններ, որոնք սկսվում, արվում են եւ նոր դրանց մասին հայտարարվում են, կամ շատ սահմանափակ տեղեկություն է տարածվում դրանց վերաբերյալ։ Զուտ ես այս առումով կգնահատեի եւ կարիք էլ չկա առհասարակ բարձրաձայնվի այն ամեն ինչի մասին, ինչ մենք կարող ենք քննարկել Իրանի հետ կամ անվտանգային ոլորտում այլ երկրի հետ, ինչ պլաններ ունենք անելու, կարևորը ապահովելն է մեր երկրի անվտանգությունը։ Իսկ դուք հիշում եք, թե վերջին անգամ երբ են իրանական կողմի հետ այսպիսի զորավարժություններ եղել, առհասարակ զորավարժություններ եղել, որտեղ եթե ես չեմ սխալվում, փորձագիտական շրջանում շատ էր կարևորվում, անընդհատ խոսվում էր, որ պետք է Իրանի հետ զորավարժություններ անցկացնել, բայց կարծես թե հաճախականությունը այդքան էլ հաճախ չի անցկացվում։ Մենք ավելի շատ հիշում ենք, որ Իրանը Ադրբեջանի հետ է վերջին տարիներին զորավարժություններ անցկացրել, քան Հայաստանի հետ։ Իրանը իր բարձրաձայն ուղերձը ուղղել է տարածաշրջանի եւ Ադրբեջանին եւ Հայաստանին։ Գուցե տեխնիկական պատճառներով կամ որոշակի քաղաքական կամքի կամ իրավաքաղաքական հենքի դեռևս բացակայության պատճառով Ադրբեջանի հետ ավելի շուտ ստացվեց զորավարժության անցկացումը։ Երկու զորավարժությունների ժամանակ էլ իրանական կողմի բարձրաստիճան զինվորականների հայտարարության համաձայն այն փորձի փոխանակման, զորքերի համատեղ ընդհանուր անվտանգային միջոցառման իրականացման տեսանկյունից համակարգված գործողություններին պատրաստ լինելու մի շարք առումներով գնահատվել են։ Կարելի ասել նույն գնահատականն է եղել նաև Հայաստանի հետ։ Իսկ ինչ վերաբերում է ժամկետներին, Իրանի հայտարարությունները եղել են ավելի վաղ, Ադրբեջանը կարծես թե ավելի շուտ էր պատրաստակամություն հայտնել կամ ավելի շուտ է պատրաստ եղել նրանք իրականացնելու համար։ Այս իմաստով պետք է նկատի ունենալ, որ Իրանը տարածաշրջանի, սա ցույց է տալիս նաև, որ Իրան տարածաշրջանի երկու իր հարևան երկրների հետ էլ փորձում է հավասարակշռված յուրաքանչյուրի հետ յուրովի անվտանգային քաղաքականություն վարել։ Սա պետք է ֆիքսել, գնահատել։ Եվ որքան մենք պատրաստ կլինենք քաղաքական առումով, գուցե կարող են լինել նաև արտաքին այլ ճնշումներ Իրանի հետ անվտանգային ոլորտում համագործակցության սահմանափակման տեսանկյունից եւ այլն, բայց այնուամենայնիվ մեզ մոտ պետք է գերակա լինի մի դիրքորոշում, որ Իրանի հետ անվտանգային ոլորտում մեր համագործակցությունը ունակ է ապահովելու մի շարք խնդիրներ, իր հետ ունենալով նաև որոշակի ռիսկեր, բայց դրանք կարող են հաղթահարվել որոշակի համապատասխան բացատրություններ տալով մտահոգ կողմերին։ Տեսեք, այս զորավարժությունները համատեղ են, բայց սովորաբար համատեղ զորավարժությունները նաև անցկացվում են մի վայրում միասին, հա։ Այս դեպքում Իրանն իր տարածքում անցկացրեց, Հայաստանն իր տարածքում։ Ինչով է սա պայմանավորված, հատկապես եւ կիրառվել են, եթե չեմ սխալվում, նաև ծանր զինատեսակներ։ Տեսեք, հիմնական օբյեկտը, պաշտպանության օբյեկտը եւ նրա հարակից տարածքը եղել է Նորդուզի անցակետը։
այսինքն հայ-իրանական սահմանը։ Սա պետք է գնահատել, որ երկուսի պաշտպանության ենթակա օբյեկտը միևնույնն է։ Այս տեսանկյունից ես կգնահատեի։ Կապ չունի նրանք իրենց կողմից են արել, մենք մեր կողմից։ Պաշտպանության ենթակա օբյեկտը միևնույնն է՝ հայ-իրանական ընդհանուր սահմանը։ Պարոն Դավթյան, դուք ձեր խոսքում նշեցիք, որ Իրանը փորձում է թե Հայաստանի հետ եւ թե Ադրբեջանի հետ այսպես հավասարակշռող քաղաքականություն վարել, բայց միևնույն ժամանակ Իրանը շարունակում է պնդել, որ Սյունիքի սահմանները կարմիր գիծ են իր համար։ Այդ հավասարակշռող քաղաքականությունը արդյոք չի խանգարի այս կարմիր գծի պահպանման, երբ որ ըստ էության անհրաժեշտությունն առաջանա արդեն հողի վրա այդ կարմիր գիծը պահպանել։ Կարմիր գիծը Իրանի համար այն տեսանկյունից, որքանով սպառնում է ունի Իրանի անվտանգությանը։ Հասկանալի պատճառներ կան, որ հայ-իրանական սահմանի վերացումը, ընդհանուր սահմանի վերացումը այն ընդհանուր մեծ պրոյեկտի բաղկացուցիչ մասն է, որից հետո սպառնալիքների ալիքը տեղափոխվելու է Իրանի տարածք։ Եվ սա շատ լավ իրանական կողմը, հատկապես 2020 թվականի պատերազմի վերջին փուլում արդեն իրանական կողմը դա գնահատեց եւ հասկացավ։ Եվ որքանով այդ սպառնալիքները իրական կարող են լինել, Իրանը առնվազն քաղաքական հայտարարությունների, թե ռազմական գերատեսչությունների ղեկավարների կողմից, թե քաղաքական գերատեսչության, թե նաև հոգևոր առաջնորդի կողմից բազմիցս հայտարարել է, որ դա համարվում է կարմիր գիծ եւ պաշտպանելու է իր շահերը։ Սա խոսքը չի վերաբերում միայն Հայաստանի անվտանգության տեսանկյունից, այլ նաև Իրանի տարածքային ամբողջականության։ Մենք գիտենք Թուրանական ծրագիրը առհասարակ ինչ է նշանակում նաև Իրանի անվտանգության համար։ Եվ այդ Թուրանական ծրագրի այսպես կոչված հնարավոր զոհերից առաջինը կարող ենք լինել մենք, հաջորդը նաև Իրանը։ Եվ դա գիտակցում են իրենց մոտ։ Պարոն Դավթյան, Իրանն ու Միացյալ Նահանգները սկսել են անուղղակի բանակցությունները, ինչ արդյունքի կարող են հասնել կողմերը ձեր գնահատմամբ։ Բանակցությունների տեսանկյունից, տեսեք, պետք է գնահատենք երկու առումով։ Իրատեսական հնարավորություններ քաղաքական դաշտում, իրավաքաղաքական դաշտում եւ հնարավոր խոչընդոտներ։ Հնարավորությունները, դրական մեսիջները, որոնք կարող են նպաստել կամ այն դրական մթնոլորտը, որը կարող է նպաստել ընդհանուր համաձայնության գալ, մի քանի կետերով կարող ենք ներկայացնել։ Առաջինը արդյոք Միացյալ Նահանգները ցանկանում է Իրանի հետ ոչ իրավաքաղաքական հիմքերի, լիարժեք հիմքերի արկայության պայմաններում մտնել պատերազմի մեջ, բնականաբար վտանգելով իր մոտավորապես իրանական հաշվարկներով տարածաշրջանում ունեն եւ ռազմածովային ուժերի եւ ցամաքային ուժերի մոտավորապես 50,000-անոց անձնակազմով 20-ից ավել տարբեր ռազմաբազաներ, վտանգել նրանց ֆիզիկական ներկայությունը տարածաշրջանում, միևնույն ժամանակ նրանց պաշտպանության տակ գտնվող Միացյալ Նահանգների նաև տնտեսական շահերը տարածաշրջանում։ Այս իմաստով արդյոք ԱՄՆ նախագահը առանց իրավաքաղաքական լուրջ հիմքերի պատրաստ է մտնել նման պատերազմի մեջ, հարցը այն չի միայն պատերազմը սկսել, այդ պատերազմը ինչ կարող է տալ Միացյալ Նահանգներին եւ ինչից կարող է զրկել կամ չզրկելով միևնույն ժամանակ վնասներ պատճառել։ Իսկ այդ ցանկությունը դուք տեսնում եք, որ Միացյալ Նահանգները կարող է գնալ գործողությունների։ Բանակցություններից առաջ քիչ էին, քանի որ հայտարարությունները եւ բանակցություններից հետո բանակցությունների վերաբերյալ բանակցության կողմ հանդիսացող ներկայացուցիչների հայտարարությունները դրական բան մասին են խոսում։ Մյուսը, որ կուզեի ավելացնել,
կապված է միջուկային ծրագրի բնույթի հետ։ Առհասարակ Իրանը բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ միջուկային զենք ձեռք բերելուն միտված քայլերի գնալ եւ իր միջուկային օբյեկտների վերահսկողությունը, դրանց նկատմամբ վերահսկողությունը թափանցիկ է եղել համապատասխան կառույցի համար, խոսքը վերաբերում է ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը եւ մինչեւ շաբաթ օր նախատեսվում է նաեւ Գրոսի այցը Իրան։ Այդ կառույցի գնահատականը նույնպես երբևէ չի հաստատել Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու որևէ տեղեկություն։ Բացի այդ, մինչև հիմա Իրանի վերաբերյալ միջուկային թեման ավելի շատ քաղաքական է եղել խնդիրները, քան իրավական։ Հոգևոր առաջնորդի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության կա ֆեթվե, հատուկ հոգևոր ժամանակիր, որ արգելված է միջուկային զենք ստեղծել։ Ռազմապաշտպանական դոկտրինում նույնպես դա բացակայում է, դրա առկայությունը։ Մյուսը վերջին երկու Իսրայելի հետ բախումների ժամանակ Իրանը հանդիսանալով միաժամանակ ոչ միջուկային երկիր, հարվածներ է հասցրել միջուկային երկրի։ Եվ ներկայիս ռազմունակությունը Իրանի Իսլամական Հանրապետության համեմատելի չի դիցուք 2000-ական թվականների հետ։ Եթե հետ նայենք 2000-ական թվականներին Իրանին հարվածելու նույն պատճառներն էին, բայց ավելի նպաստավոր պայմանների առկայության պայմաններում դա չի արվել։ Կոալիցիոն գործողություններ եղել են Աֆղանստանում Իրանի հարևանությամբ, եղել են Իրաքում Իրանի հարևանությամբ, բայց Իրանին հարված չի եղել։ Իսկ այժմ Իրանը թեկուզ տնտեսական առումով ավելի ծանր պայմաններում է գտնվում, բայց ռազմապաշտպանական տեսանկյունից ավելի լավ վիճակում է գտնվում։ Սա նույնպես մյուս խոչընդոտներից է, որ կարող է իր զսպող ազդեցությունը ունենալ, որ բանակցային ճանապարհով գնալ միջուկային, խաղաղ միջուկային ծրագրի հետ կապված խնդրի հանգուցալուծման։ Դատելով նաև Թրամփի հայտարարություններից, նա իր հայտարարություններում, եթե ուշադրություն դարձնենք, շեշտում է, մենք երբեք թույլ չենք տա, որպեսզի Իրանը միջուկային զենք ստեղծի։ Այսինքն սա նշանակում է խաղաղ միջուկային ծրագրի զարգացմանը դեմ չեն, բայց դեմ են միջուկային զենքի ձեռքբերման հնարավորությանը։ Եվ Իրանն էլ այս մասով նույնպես բազմիցս իր հայտարարությունները համապատասխան արել է։ Պարզապես կողմերի միջև բացակայում էր երաշխիքները բացակայում էին։ Հիմա Իրանի համար անհրաժեշտ են երաշխիքներ, որ դրա դիմաց Միացյալ Նահանգների հետ հնարավոր համաձայնագրի դիմաց ինչ կլինի, այսինքն տնտեսական պատժամիջոցները կչեղարկվեն։ Միացյալ Նահանգների համար անհրաժեշտ է, որպեսզի վերահսկելի լինի եւ Իրանը ձեռք չբերի միջուկային զենք։ Երկուսի հնարավորությունն էլ այստեղ կա։ Թերևս այս տեսանկյունից չպետք է խոչընդոտ լինի, բայց հնարավոր խոչընդոտ դա Իսրայելի դիրքորոշումն է, որ տարբեր փորձագիտական մակարդակներում իսրայելական արդեն ակնհայտ դժգոհություն եւ անվստահություն ներշնչող հայտարարություններ հնչել են, որ դա ձեռնտու չի Իսրայելի շահերին, ԱՄՆ, Իրան միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Հեռանկարում իրանագետ Նվեր Դավթյանն էր։